Իրապես բավական ծանր իրավիճակ է ստեղծվել Իրանի շուրջ եւ ես բազմիցս նշել եմ, որ ես հույս ունեմ, լիահույս եմ, որ Իրանը ունի այն գործիքակազմը, որ կկարողանա դիմագրավել ստեղծված իրավիճակում, քանի որ դրանից շատ կախված է նաեւ մեր անվտանգությունը։ Մենք հիշում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դերևս միակ պետությունն էր, որ բազմիցս եւ հստակ եւ ընդգծված նշել է, որ Հայաստան-Իրան սահմանը Իրանի համար առանցքային է, որ դա կարմիր գիծ է, որ իրենք դա թույլ չեն տա, իդեպ ասեմ 2 օր առաջ են դա նույնիսկ հայտարարել, բայց ես ինքս իմ ելույթներում բազմիցս նշել եմ, որ Աստված մի արածե, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը ներքաշվեց լայնամասշտաբ պատերազմի մեջ, շատ բնական է, որ ինքը փորձելու է լուծել իր խնդիրները։ Մյուս խնդիրները դրանք երկրորդային են դառնալու իր համար, թեպետ խաղաղության պահին առաջնային էին, բայց պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում բնականաբար դառնալու են երկրորդային։ Իհարկե բնականաբար կօգտվի եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախիջևանում էլ տեղի ունենում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ, սա ինձ լուրջ կասկածների տեղ է տալիս, որ նրանք օգտվելու են ստեղծված իրավիճակից եւ փորձելու են օգտվելով իրավիճակից ստանալ իրենց համար ցանկալի հնարավորությունները, ընձեռված հնարավորությունները։ Միևնույն ժամանակ ուզում եմ փաստել, որ Ադրբեջանի որպես այսպես պետություն աշխարհագրական դիրքն էլ բավական ձեռնտու է Իսրայելին եւ նրանք էլ մաքսիմում օգնելով, ինչը մենք տեսանք Արցախյան պատերազմի ժամանակ, մաքսիմում օգնելով առավելագույն ստանալու են Ադրբեջանից։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ շահերի կատարյալ համընկնում է գնում մի կողմից Իսրայելի, մյուս կողմից Ադրբեջանի միջև կատարյալ համընկնում է գնում, որից նրանք ամբողջովին օգտվելու են։